Նա կարամ զիջեմ այս 10 րոպեն ընդդիմությանը։ Եթե չէ, վստահ եմ, այս քննարկումը, պարոն Հակոբյանին էլ եմ ուղղում այս հարցերը, ու ինձ թվում է պարոն Հակոբյանը ավելի լավ կարձագանքի սրանց, եթե հիմա թողնենք ձևակերպեմ։ Ու սա նաև հույս ունեմ լիագումար նիստերի դահլիճում կհնչի, արդեն պարոն Հայրապետյան կլինի հիմնական զեկուցողը։ Մի քանի տեխնիկական հարց, պարոն Հակոբյան, մենք գիտենք քանի նոր ալիքի մասին է խոսքը, այսինքն քանի նոր մոնիթորինգի ենթակա հեռուստաալիք ունենք մեր այս կարգավորումով գալու է ձեր դաշտ։ Երկրորդը ունենք մենք այդքան մոնիթորինգի ռեսուրս եւ եթե ոչ, ոնց ենք պատրաստվում լրացնել, օրինակ, չգիտեմ, ասես պարոն Հայրապետյանը AI գործիքներով եւ այլն։ Կուզենամ նաեւ սա ցանցային օպերատորների մասին է, ինտերնետային ալիքների մասին չի, մի քանիսը նշեք, որ sense շոշափելի մարդիկ հասկանան ինչի վրա էլի, օրինակ ինչ վրա ուշադրություն դարձնեն եւ ձեզ զանգեն, ասեն թեժ գծին, չգիտեմ, կամ ձեզ գրեն բանով Facebook-ով, ասեն այստեղ խախտում կա, որովհետեւ ես ակնկալում եմ, որ նաեւ քաղաքացիները կօգնեն այդ մոնիթորինգի հարցում։ Երրորդ բանը, որ կուզենայի ասել, արդյոք օրինակ շաբաթներ առաջ էր, եթե չեմ սխալվում, Սոլովյովը իր հաղորդումներից մեկում ասել էր, որ Հայաստանը պետք է հատուկ ռազմական օպերացիա իրականացնի Ռուսաստանը։ Սա ինքան, չգիտեմ, ներքին գործերի միջամտել է, թե պարզապես ագրեսիվ ռետորաբանություն, բայց Սոլովյովի հաղորդումները փակ են Հայաստանի այն մուլտիպլեքսային հատվածում, որտեղ պետք է լինեին։ Միշտեր օրինակ մի լրատվական, ես կամ կոնկրետ օրինակ բերեմ, առաջին EM-ը իր լրատվականով դրել է այդ հատվածը եւ խնդրել է մեկնաբանել հյուրին, այսինքն վերահեռարձակել է։ Հյուրը բնականաբար քննադատել է, մեկնաբանել է, թե ինչու է դա խնդիր, ինչ խնդիր է առաջացնում, ինչպիսի արձագանք պետք է տար Հայաստանի կառավարությունը եւ այլն, էլի, ինչ որ ոչ կուսակցական հյուր է։ Արդյոք սա նույնպես ենթակա սանկցիայի, եթե վերահեռարձակել է։ Եվ այս նաև պարոն Հայրապետյան ձևակերպումներից ես հասկացա, թե մոտավորապես ես բանան եմ, երևակայեմ ինձ պարոն Գեղամ Մանուկյանը։ Հիմա եթե մենք օրինակ մեր բաները քաղաքացիական պայմանագրի պատգամավորները եւ այլ քաղաքական դերակատարներ, որոնք հարում են մեզ, մենք ասում ենք Սոլովյովի այդ հայտարարությունը խնդրահարույց է, միջամտության փորձ է, ռազմական ագրեսիայի կոչ է։ Այս մեր ընդդիմադիր գործընկերները, որը հաստատ հնչել է պարոն Հայրապետյան լիագումար նիստերի դահլիճում, ասում են, որ երբ որ Հական Ֆիդանը ասում է, որ Հայաստանում գործող կառավարությունը խաղաղության օրակարգն է առաջ մղում եւ մենք ողջունում ենք դա եւ հարցումներն էլ ցույց են տալիս եւ հույս ունենք, որ առաջիկայում նույնպես կշարունակվի այդ քաղաքական գործընթացը ԿՊ-ի հաղթանակով կամ ինչ-որ մի ձևակերպում, բավական դիվանագիտական, բայց ասում են այն էլ է միջամտություն Հայաստանի ներքաղաքական կյանքին։ Մեկ այլ դեպքում օրինակ, եթե չեմ սխալվում, Մայա Սանդուն ասել էր, որ Հայաստան դեմ հիբրիդային պատերազմ է ծավալվում եւ մենք պատրաստ ենք օգնել մեր փորձառությամբ Հայաստանի կառավարությանը։ Մի այլ դեպքում Եվրամիությունը դրամաշնոր է ուղարկում կառավարությանը, որպեսզի այդ նախընտրական process-ների ժամանակ այս սրանք որ ու դրանց ուղեկցում են հայտարարություններ, այդ հայտարարությունները հեռարձակվում են։ Ես գիտեք իմ դիրքորոշում, ես կարծում եմ, որ այնքան նուրբ է այդ սահմանը, որ երբեմն պետք է ուղղակի բաց թողնել, ով ինչ ուզում է ասի։ Բայց ես կուզենամ, որ դուք նաև որպես կիրառող, այս օրենսդրությունը կիրառող, ասեք, ոնց եք տարբերելու Ֆիդանի, Սանդուի, Սոլովյովի հայտարարությունների Դուգինի ինչ-որ բաներ էլի, տենց մոտավորապես տեքստեր ասե Սոլովյովի նման, ոնց եք տարբերելու, որն է միջամտություն, որն է աջակցություն, որն է դիվանագիտություն, մանավանդ երբ որ խոսքը կառավարող կուսակցությանն է վերաբերում, կարող է աշխարհի բոլոր կառավարությունները բան, տես ինչ-որ բարեկրթությունից ելնելով ասեն, դե մենք իրանց աջակցում ենք, այդ ընդունված պրակտիկա է։ Շնորհակալություն, այն քննության ժամանակ որ հարց են տալի, որ կտրեն է, այմոտորապես երկրորդ հարցը տենց հարց էր, շատ դժվար է ու շատ բազմազան, կփորձեմ շատ կարճ պատասխանել, ժամանակ չունեմ շնորհակալություն հայտնելու ձեզպես, պարոն նախարար։ Շնորհակալություն իհարկե եւ նախարարությանը եւ հանձնաժողովին, որտեղ հանձնաժողովի ձեր էքսպերտները շատ լավ աշխատում էին, նախարարությունում մենք տասնյակ ժամեր ենք անցկացրել այս նախագիծը քննարկելու համար, բայց սա երկրորդ մասում պատասխանեմ ձեր հարցին։ Առաջինը շատ կարճ, մենք ցանցային կաբելային ցանցերում ունենք մոտ 300 վերահեռարձակվող հաղորդում, պլյուս մինուս, մոտորապես այս վերջի 5-6 տարիների մեջ նույն թիվն է եղել 280-ից 320,
որոնցից մոտ 40-ը հեղինակազորված, այսինքն նրանք, որոնք այսպես թե այնպես մեր վերահսկողության տակ են, քաղաքական հասարակական ուղղվածություն ունեցողներ, օրինակ, չգիտեմ, Ազատությունն, հանրային երկրորդ հայկական երկրորդ հեռուստաալիքն է, Երկիր մեդիան է, Առաջինը ինքը չի հեռարձակվում հիմա։ Ինքը ունի լիցենզավորման բան, բայց երկար ժամանակ չի հեռարձակվում ոչ մի կաբելային ցանցով, այսինքն այսպես թե այնպես այդ 40-ը մշտադիտարկվում է, հա։ Մնաց 260 պայմանական կամ նույնիսկ 300։ Որն է խնդիրը այստեղ։ Այդ 300-ից այսպես ասեմ, ուշադրության արժանեն միայն մոտ 2 տասնյակ հեռուստաընկերություն, որովհետև մեծ առումով, չգիտեմ, հա, բանը National Geographic-ի ալիքները, նրանք իրենց կողմից հեղինակների այնքան էթիկայի կանոններից բռնած, միջև բռնությունը բացառող, միջև իրանց այսինքն մշտադիտարկման կարիք չկա, հա, այսինքն էլի իրանց, այսինքն այդ որոնք հանրօգուտ ուղղվածություն ունեն կամ սպորտային հաղորդումները, հա, մենք չենք կարծում, որ կարիքը կա դրանց մշտադիտարկելու եւ եթե Աստված չանի, այո, եթե Աստված չանի մի բան լինի, առաջինը մենք իմանանք, երկրորդը բողոքների ինստիտուտը կա, որը շատ կարևոր բաղադրիչներից մեկն է մեր գործունեության, այստեղ մենք խնդիր չունենք։ Մենք արդեն այդ 300 ցանկը, հա, արդեն մեր մոտ դրված է, եւ մենք կամաց ովքեր են հիմնադիրը, ովքեր են պայմանագիր կնքած, որ երկրի արտադրանքը ինչ լեզվով է, մենք այդ աշխատանքը, երբ որ մենք սկսեցինք այս նախագծի վրա աշխատել, արդեն կատարվում է, եւ մեր հաշվարկներով կա մոտ 2 տասնյակ օտար երկրի հեռարձակող, որոնք այսպես թե այնպես ուշադրության կարիք ունեն, իսկ դա մեծ ծավալ չի, դա մեծ ռեսուրս չի մեր համար, եւ մենք կարծում ենք, որ այս տարի Աստված տա շուտ ընդունվի այս օրենքը, մենք մինչեւ տարվա վերջ կաշխատենք, այն ժամանակ մի հատ կարողանանք գնահատել, հա, մեր հնարավորությունները, մեր կարիքները եւ դրանով կմտնենք եւ ձեր մոտ եւ կառավարություն։ Հա, պարտադիր։ 45 օր է թե 30։ 45 օր հեռարձակողները, կաբելայինները 30 օր, հա, ինչը բավարար է եւ աշխարհում որևէ պետություն չկա, որտեղ հեռարձակողները մինիմում 30 օր պարտավորություն չունեն պահելու, այսինքն մենք նա ենք խնդրում հավելյալ ոչ դիստրիբյուտորների վրա, ոչ ցանցային օպերատորների մենք որևէ բան չենք դնում, հա, պարտավորություն չենք դնում։ Այս առաջի հարցը, այսինքն յոլա կտանենք, այսպես ասած, միջև տեսնենք, որտեվ միջև մենք չփորձարկենք պրակտիկայով շատ դժվար է ասել հետագան ինչ կլինի։ Երկրորդը էս ինձ կտրելու ցանկությամբ հարցը Ֆիդան Սալովիև ամենապարզ հարցն էր։ Տեսեք, Ֆիդանի մոտ ողջույններ ընդամենը եւ մեկնաբանություններ մեր կառավարության քայլերի։ Սալովի մոտ պահանջեր, հա, բռնության կոչեր, որպեսի ինչ որ օտար երկիր, հա, ինքը ինտերվենցիա կիրառի Հայաստանի շատ կարճ այդ երկու նախաձեռնությունները լրիվ բավարար է, որ հասկանանք դրանք տարբեր են, հա, եթե նույն Սալավիով ողջուներ ընդդիմության քայլը, որը ուզում է մասնակցի ընտրություններին, որը Ռուսաստանն հետ ուզում է պայմանագիր կնքի, որևէ այնտեղ բռնության կոչ չկա, դա ողջույն է այն քաղաքական ուժի, որը իրենց կարծիքով, հա, տանում է իրենց օրակարգով։ Ոչ թե եթերում, այլ կոնկրետ օրինակ, ոչ թե Սալավիովը, այլ այդ երկրի արտգործնախարարը աջակցել է Հայաստանի Հանրապետության ընդդիմադիր տեխնացու Վարդան Ղուկասյանին, որին համարել է քաղբանտարկել։ Այս վերջերս նույն արտգործնախարար Ռուսաստանի ասել է, որ իմ կարծիքով Հայաստանի հասարակությունը շատ լավ հասկանում է, որ բաները, չգիտեմ, եվրոպացիները սին խոստումներ են տալի, այստեղ խնդիր չկա, դա մենք չենք կարող վճարքել, ոչ այդպիսի խնդիր կա, ոչ էլ դա ազատ տեղեկատվական հոսքերի, հա, ֆորմուլան է, որը Հայաստանը որդեգրել է։ Այսինքն մենք պետք է հասկանանք, եթե վերադառնանք էլի Նյու Յորք հոդվածին, մենք խոսում ենք նրա մասին, ինչ արգելված է օրենքով։ Այսինքն ստեղ ինչ կապված է Սոլովիովի հետ, տեսեք, ինչ հարց է նաև լուծվում այս օրենքով։ Սոլովիովը արգելված է հանրային մուլտիպլեքսում, որտեղ հանրային մուլտիպլեքսի արգելքը դա բարձր տեխնոլոգիական արտադրության նախարարության տիրույթում է, որը հայ-ռուսական պայմանագրի, հա, կողմն է հայկական կողմից։ Ինչ կապված է ցանցային օպերատորների հետ, ապա այնտեղ շարունակվում է նույն Սոլովիովը, որտեղ Սոլովիովը ոչ միայն RTR
այսինքն ռուսական պետական հեռուստաալիքումը ելույթ ունենամ, նաև Ռոսիա 24 քարոզչական ալիքով, որի արգելքը որի հանդեպ որևէ կարգավորում նախարարությունը չունի եւ չունենք մենք։ Այս փոփոխություններով մենք ստանում ենք այդ իրավունքը, որպեսզի մշտադարկենք եւ իրավասու լինենք, արգելել, կասեցնել, միջև ինչ որ բաներ շտկեն եւ ելի եմ ասում, մեր եւ խնդիրը միայն քաղաքական չի, շատ կարեւոր է դա։ Մենք օրինակ բանի Սարսափի ֆիլմերի բան ունենք, ալիք ունենք, վերահերարձակվող, մենք կարծում ենք այս օրենքը ընդունելուց հետո մենք եւս մի անգամ կվելուծենք դա եւ դա կոդավորված ալիք դիսարկենք, որտեղ Քաղաքականները երբեմն Սարսափան Հակոբյան խնդրում եմ մենակ այն բանին դրվագին արձագանքեք Հակառակը Սարսափի տակ արգելեք որոշ քաղաքական դրվագներ այն ասածից էլի խնդրում եմ արձագանքեք որ օրինակ կարա առաջին ալիքը հանրայինը հերարցակի ցույց տա ինչ ասել եւ դրա մասին ռեպորտաժ անի ու այդ դրվագին արդյոք դա այդ վերահերարցակման խնդրի տակ չի։ Հակառակ դեպքում մենք ընկնենք այն բանի մեջ, հա, հիշում եք սովետական միության ժամանակ ինչ որ բան էին քննադատում, որի մասին չէին խոսում։ Ասում է, я Солженицына не читал, но я осуждаю։ Այսինքն մի բան, եթե բանավիճում ես, եթե փորձում ես դա, անպայման պիտի ցույց տաս եւ դա է պլուրալիզմի, հա, բազմակարության էլեմենտներից մեկն է։ Մենք այստեղ վտանգ չենք տեսնում, եթե ինչ որ մի բան ցույց են տալի եւ գրագետ բավականին, հա, պրոֆեսիոնալ կարող են դա վերլուծեն եւ չգիտեմ, չեղարկեն, չեզոքացնեն, հա, կամ հերկեն։ Այստեղ խնդիր չկա։ Հակառակ դեպքում անգամ հյուրի վրա կանչել ես։ Մի շատ կարևոր բան կա։ Ну, նայած ինչ կոնտեքստ, եթե օրինակ խոսքա գուցե հակարելի է որտեղ, բայց եթե ենթադրենք ինքը շատ բազմազան է, եթե էրոտիկ կամ պորնոգրաֆիկ բնույթի նյութա, բարձա չի պետք է վերահեռացակվի հյուրին ասի արի քննարկենք, էլի նկատի ունեմ, բայց այս դեպքում որ չանի էլ հյուրին ինչ հարց է տալու, ասելու այս մարդը սենց ինչ է ասել, ինչի մասին է, էլի քննարկումը լինելու։ Համեցեք բանը։ Մշտադիտարկման հետ կապված այդուհանդերձ մենք մեր պատկերացումներ ունենք հանձնաժողովի աշխատանքի մասով եւ անգամ եթե ընդամենը խոսքը լինելու է 2 տասնյակ հեռուստա ծրագրերի նկատմամբ հավելյալ մոնիթորինգ իրականացումը մեր կարծիքով այդուհանդերձ այդտեղ տեխնոլոգիական լուծումներով պիտի մենք առաջնորդվենք ժամանակի ընթացքում, որովհետև նույնիսկ այսօրվա մոդելը, որ հանձնաժողովը կիրառում է մասնավորապես տարբեր աշխատակիցներ նստած եւ դիտում են հեռուստածրագրերը եւ այսպես ձեռքի աշխատանքով իրականացնում են մոնիթորինգը ամսվա մեջ եթե չեմ սխալվում 4-5 օր չէ 5 օր նույն հաղորդումը այլևս ժամանակավրեպ է այդ մեխանիզմը այլևս ժամանակավրեպ է եւ մենք առաջարկել ենք հանձնաժողովի գործընկերներին դիտարկել տաղատեսակ նոր տեխնոլոգիաներով գործիքակազմի ներդրում եւ այդտեղ նաեւ կառավարությունը պատրաստ կլինի օժանդակել հանձնաժողովին, որովհետեւ մեր կարծիքով նորից հատկապես ԱԲ տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս նախապես ֆիքսել օրինակ մի քանի 100 ձևակերպումներ բանալի բառեր, որոնք լայվ ռեժիմով կիդենտիֆիկացվեն եւ արդեն հանձնաժողովին անմիջապես կբերեն դեպի խնդիր եւ արդեն հանձնաժողովը իր սանկցիոն գործողությունները կիրականացնի։ Ամսվա մեջ 5 օրյա ընդամենը մոնիթորինգը նախ հնարավորություն է տալիս զգալիորեն բաց թողնել ուշադրությունից մնացած օրերի դեպքում եւ փաստ չէ որ քաղաքացիները անպայմանորեն դա կնկատեն եւ առավել եւս կազդարարեն այնպես չէ օրական հարյուրավոր ուրեմն ահազանգեր ենք մենք ստանում քաղաքացիներից եւ բացի այդ ուղակի նաեւ աշխատանքի որակի տեսանկյունից ինքնաշխատ համակարգերը այդ ալգորիթմները բնականաբար ամբողջությամբ կլուծեն այս խնդիրը։ Հետևաբար եկեք պայմանավորվենք նաև ազգային ժողովում ուղիղ եթերում, որ հանձնաժողովի առաջ նմանատիպ հանձնառություն պետք է սահմանվի բնականաբար կառավարության աջակցությամբ։ Շնորհակալություն, ես ասեմ, որ այսպես ասած տեխնիկական առաջադրանքը մենք արդեն մշակում ենք, որով պիտի դվենք անպայման
ձեր նախարարություն, որպեսզի ստանաք այդ աջակցությունը շատ կարևոր է դա։ Մի խնդիրն էլ, քանի որ արհեստական բանականության մասին խոսվեց, չասեմ ինչ պայթունային արագությամբ զարգանում եւ այդ deepfake-ը եւ սինթետիկ բովանդակությունը, որը կա, կոնտենտը շուտով անբաժանելի մաս կդառնա նույն լրատվական հոսքերի եւ մենք նաեւ առաջարկ ունենք, որով կկիսվենք շուտով, որպեսզի ինչպես նաեւ շատ երկրներում, նաեւ եվրոպական երկրներում, որը նախատեսված է նաեւ Digital Act-ով, Եվրոմիության հրահանգով, մեր մոտ արհեստական բանականությամբ ստեղծված տեսալսողական բովանդակությունը մատնշվի ինչ-որ ձևով, որը շատ կարևոր է Հայաստանի համար, հա, սա նույնիսկ։ Շնորհակալ եմ։ Հա, այդ մասով գիտեմ, որ նախարարությունը աշխատում է, կարծում եմ միջև գարուն կունենա։ Շնորհակալ եմ շատ, այլ հարցեր չկան, դուք ավելացնելու բան չունեք։ Շնորհակալ ենք, պարոն նախարար, շնորհակալ ենք, պարոն Հակոբյան, շնորհակալ եմ պատգամավորներ հարցերի համար։ Մի երկու խնդիր էլ կար կապված օրենքի հետ, ավելացնեմ, քանի որ իմ տեսակետը այդպես էլ չասեցի, մի մասը մեզ հավաստիացրեցին, որ առաջինից երկրորդ ընթերցում դա հաշվի կառնեն եւ ինչ որ փոփոխություններ կմտցնեն, չէ, ես ճիշտ եմ հասկանում, այսպես ինձ ասեցին, որոնք կբարձրացնեն Մենք էֆեկտիվությունը։ սահմանված ընթացակարգով ընթաց կտանք։ Այս փուլում մեկը չեմ կարող որևէ բան փոխել, այսինքն այսպես է ներկայացվել, այսպես է։ Հետո առաջինից երկրորդ սա Շատ լավ, ունենք միամսյա ժամկետ, այդ ընթացքում մենք քննարկում էլ եթե անհրաժեշտություն կա էլի կանենք։ Շատ լավ։ Հարգելի գործընկերներ, քվեարկության է դրվում տեսալոսողական մեդիայի մասին օրենքում փոփոխություններ եւ դրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ ովքեր են կողմ։ Մենք 4 կողմ, 1 ձեռնպա եւ խորհրդին առաջարկենք այս հարցը ներառել